Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նրա հետ կհանդիպի Հունգարիայում։ Նախագահ Պուտինը և ես կհանդիպենք համաձայնեցված վայրում, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպեսզի քննարկենք, թե արդյոք կարող ենք վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին, հայտնել է ամերիկացի առաջնորդը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ իր երկիրը չի ունենա այլընտրանք, քան ոչնչացնել Համասին, եթե շարժումը շարունակի սպանել մարդկանց Գազայում, խախտելով խաղաղության համաձայնագիրը։ Եթե Համասը շարունակի մարդկանց սպանել Գազայում, ինչը գործարքի մաս չէր կազմում, մենք այլընտրանք չենք ունենա, քան միջամտել և ոչնչացնել նրանց, հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։ Հոկտեմբերի 9-ին Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը և Պաղեստինյան Համաս շարժումը համաձայնության են եկել Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու խաղաղության ծրագրի առաջին փուլն իրականացնելու վերաբերյալ։ Առաջին փուլի ընթացքում Համասը կազատի իսրայելցի պատանդներին, իսկ Իսրայելը կհեռացնի իր ուժերը Գազայի հատվածի ներսում համաձայնեցված սահման և կազատի հարյուրավոր պաղեստինցիների իսրայելական բանտերից, այդ թվում շատերը, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտվել ահաբեկչության համար։ Ուկրաինան չի կարող հաղթել Ռուսաստանի հետ հակամարտությունում, ուստի դիվանագիտությունը խաղաղության միակ ճանապարհն է։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դեվիսը։ Ռուսաստանի ռազմական ներուժը մնում է ճնշող, Ուկրաինայի հզորությունը փլուզվում է, ոչինչ չի կարող կանգնեցնել դա։ Խաղաղությունն ու բանակցությունները միակ կենսունակ տարբերակներն են, ընդգծել է ամերիկացի զինվորականը։ Դեվիսի խոսքով ԱՄՆ-ում նախագահական վարչակազմի ներկայիս ռետորաբանությունը ճիշտ հակառակը, հանգեցնում է քաղաքական լարվածության սրման և ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հնարավոր ռազմական բախման։ Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ամենշաբաթյա մամուլի ասուլիսում անդրադարձել են Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Վերջիններս նշել են, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են Գազայում ստեղծվելիք բազմազգ խաղաղապահ ուժերի կազմում կատարել ցանկացած առաջադրանք։ Բացի այդ, թուրքական զինուժի ներկայացուցիչները խոսել են նախկինում մասնակցած խաղաղապահ գործողությունների մասին։ Թուրքիայի զինված ուժերը ավելի վաղ իրականացրած խաղաղապահ առաջադրանքներում ձեռք բերված փորձով միջազգային իրավունքի շրջանակներում պատրաստ են խաղաղության հաստատման ու դրա պահպանման հարցում ստանձնել իրենց վստահելիք ամեն տեսակ առաջադրանք։ ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Դեյվ Թեյլորի գրասենյակում սվաստիկայով ԱՄՆ դրոշ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել վիդեոկոնֆերանսներից մեկի ժամանակ արված պատկեր, որում Թեյլորի օգնականներից մեկի թիկունքում ետևում է պատին ամրացված ամերիկյան դրոշը, փոփոխված կարմիր և սպիտակ գծերով, որոնք սվաստիկայի ձև են կազմում։ Ես տեղյակ եմ մի պատկերի մասին, որը ցույց է տալիս մի զզվելի և խորապես անտեղի խորհրդանիշ։ Այս պատկերի բովանդակությունը չի արտացոլում իմ գրասենյակի, իմ աշխատակիցների կամ անձամբ իմ արժեքներն ու չափանիշները, և ես դատապարտում եմ այն ամենավճռական ձևով, միջադեպը մեկնաբանել է ինքը կոնգրեսականը։